Մեղադրյալ Սրբազան, Բագրատ Սրբազան, ուրեմն դատանը որոշման մեջ կարձանագրեց ամենը եւ պատճառաբանված ուղղակի վարորդի մասնակիցներին։ Դատանը ընդամենը նշել էր, որ այս փուլում եղած այն ինչ որ ներկայացված է նախաքննական մարմնի կողմից, դատանը դա համարել էր բավարար, որպեսզի այս փուլում կարողանանք հարցերի քննությունը կատարել։ Ձեր կողմից արձակված հարցերը, նորից եմ կրկնում, փորձաքննության եզրակացություն, այն ինչ որ դուք նշում եք, ու բոլորը հետազոտման արդյունքում կարող է դատանը, այդ մեկ վայրկյան հետազոտման արդյունքում կդատանը իր դիրքորոշումը կարող է վերջնական հայտնել, ինչի համար, որտեղ այս փուլում չհետազոտված այդ ապացույցների վերաբերյալ դատանը չի կարող վերջնական դիրքորոշում հայտնել, չի կարող ուղղակի։ Եվ դատանի այն կոչը վարորդի մասնակիցներին, որ եւ շաբաթը մեկ դատական նիստերը նշանակելով զուտ փորձում ենք հնարավորություն տալ եւ վարորդի մասնակիցներին, որպեսզի հնարավորինս թե մեղադրանքի կողմը, թե պաշտպանական կողմը, ապացույցները բոլորը հնարավորինս արագ ներկայացվեն, հետազոտվեն այդ ապացույցները, որի արդյունքում դատանը կարողանա դրա վերաբերյալ համտեսական որոշում կայացնել, դատական ակտ կայացնել։ Սրա մասին է խոսքը։ Ես բազմաթիվ անգամ դրա համար էլ վարորդի մասնակիցներին կոչ եմ արել, թե դատական նիստին չուշանալու, թե հնարավորինս արագ ձևով ներկայացնել այդ ամենը, ինչի համար եմ ասում, որովհետև այն ռիսկերը, որոնք որ առկա են մեղադրյալների հետ կապված, կապան միջոցների մասով արձանագրված, բնականաբար հիմնական դատալսումների փուլում այդ ապացույցները հետազոտելով այդ ռիսկերի հնարավորությունը, այսպես ասենք, հավանականությունը գնալով նվազում է, եթե իսպառ չի վերանում անգամ։ Ես միտքս ավելի պարզաբանեմ, փորձաքննություն, բան, դրանք անցանք, դրանք պարզ է, որ չկան, նրանց մասին չեմ խոսում ես։ Ես չգիտեմ պաշտպանական կողմը կներկայացնի, մեղադրանքի կողմը կներկայացնի, ամենայնպես այն ծավալը, որը որ մեղադրանքի կողմը ներկայացրել է, եւ այն ծավալը, որը որ պաշտպանական կողմն է ներկայացրել մասամբ, ես ասում ավարտեմ, էլի, եւ բնականաբար հաջորդիվ դատական նիստերին, որ պետք է ներկայացվեն, դրա արդյունքում դատանը հնարավորինս ինտենսիվ, արագ ձևով այս նիստերը նշանակում է, որպեսզի կարողանանք շատ արագ ձևով հետազոտել։ Արդյունքում, նորից եմ կրկնում, խափան միջոցների հիմքերը, որոնք որ առկա են եղել, ես որ ասում ենք իրավաչափության պայմանները չեն փոփոխվել առնվազն, չեն վերացել։ Այդ ապացույցները հետազոտելով ամբողջական կամ մասամբ հետազոտելու արդյունքում, բնականաբար այդ ռիսկերը միանշանակ նվազում են, կամ նորից եմ կրկնում, կամ իսպառ վերանում են։ Լեզուներով ենք խոսում, կարծում եմ։ Ես ուրիշ բան եմ ասում։ 8 ամիսը, այս դատարանում 6 ամիս, մեղադրողը ինչ որ բանաձև է ասում, պաշտպանները խոսում են ժամերով, ներկայացնում են եւ այլն, դատարանը ինչ որ բանաձև է ասում։ Ոչ մի բան չի փոխվել։ Հիմա ես դա եմ ուզում հասկանալ, եւ դուք կոնկրետ հիմա իմ պարագան մոռացեք, ասենք օրինակ, ինչի բայց մոռանանք ձեզ։ Չէ, մի կողմ թողեք։ Ես չեմ ուզում իմ մասին խոսել, ես այստեղ նստած մարդկանց մասին։ Հիմա ասենք օրինակ, քիչ առաջ դուք ասացիք, որ մեղադրողը ինչ որ բան ասեց, դուք էլ ասացիք, որ ապացույցները եւ այլն մեզ հիմք են տալիս, ասելու որ ռիսկերը չեն նվազել, ոչ մի բան չի փոխվել եւ այլն։ Այսինքն նույն բանաձևը։ Իրոք չի փոխվել, որովհետեւ չեք մտել հիմնական դատա, այն ինչ որ նախորդիվ դատարանների կողմից արձանագրված է եղել։ Ինչ արձանագրված է եղել։ Որոշումները ուշադիր կնայեք կտեսնեք։ Չէ, որոշումը ես կարդացել եմ, պատմական դատարան։ Ինչ է արձանագրված։ Արձանագրված է ինչ որ բաներ, արձանագրված է չլսվող խոսակցություններ, արձանագրված է ինչ որ բան։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, որ դուք ասում եք, ապացույցները չեք տեսել, սա չգիտեք, հետազոտումը չի եղել, բնականը, ճիշտ է դա։ Բայց ինչի հիման վրա։
Ես տրամաբանությունն եմ ուզում հասկանալ։ Հիմա նույնը Իգրի պարագան է լինել պարոն Սարգսյանի, նույնը մյուսների պարագային, նույն բանաձևն է։ Ինչի իման վրա։ Արգենի Սրբազան, Ես 53 տարեկան մարդ եմ, 30 տարվա ծառայություն ունեմ ժողովրդի մեջ, մարդկանց հետ շփվելու։ Եվ չեմ ուզում, որ ես ինքս ինձ խափած լինեմ։ Ես դրա մորել Եվ ոչ միայն ինքս ինձ խափած լինեմ, կներեք ավարտեմ։ Այլ ներկա լինեմ իմ միջավայրի, որտեղ ինձ հիմարի տեղ են դնում։ Բառից բուն իմաստով։ Այո, հենց այդպես է։ Ես չեմ Դուք չեք կարծում կարդացել, չեք տեսել, ապացույց չկա։ Ո՞նց եք մարդուն կալանքի տակ պահում։ Ինչի հիմա վրա ռիսկ։ Ինչ ռիսկ։ Ռիսկը ո՞րն է։ Այդ դատարանի ընդունածը, մասի ընդունածը։ Լսեցի ձեզ, այս ամեն ինչը լսեցի ձեզ։ Ես գիտեք, չէ, արձագանքեմ։ Ես վարորդի ցանկացած մասնակցի եմ արգանքով վերաբերել, իսկ ձեզ հատուկ ընդգծված։ Եվ որևէ մեկին, ինչպես որ նշում եք հիմարի վիճակում դնելու, նման բան չի կարա դատարան թույլ տա։ Արգելից նորից եմ կրկնում, կա քրեական դատավորություն, դատավորության ընթացքում դատարանը մինչև ապացույցը չհետազոտի, ինչպես որ ասում եք, կիսատ է լսվում, չի լսվում կամ մինչև չհետազոտենք այս ապացույցը, հասկացեք, չեմ կարող ես որևէ կարծիք կազմել։ Այդ ապացույցը, որ կհետազոտենք կավարտենք, Եկան որ ինչ-որ բան ասել, հավատ չի ես էլ կարող եմ ասել։ Հավատ չի ներշնչի, բնականաբար Չէ, դատարանը հավատ ներշնչելը չի, մարդկանց կյանքից խլում եք։ Ինչի 2 տարուց։ Դուք կալանք եք տալիս օրինակ, չէ, ասելով, որ ռիսկերը չեն նվազել, որ ռիսկերը։ Ապացույց չկա, չեն կարդացել, չգիտենք։ Լավ հասկացանք, բա ինչի իման վրա։ Բարի, նստեք։ Լսեցի։